Տեսեք, երկու կաբինետ պտանք, երկու կաբինետում է բուժաշխատողները փաստեցին, որ մեկը 3 ամիսա չի ստացել իր հասանելիք աշխատավարձը իր խորհրդատվությունների համար, մյուս բժիշկը փաստեց, որ աշխատավարձը նվազել է։ Մենք իհարկե կարող էինք ավելի երկար ժամանակ անցկացնել պոլիկլինիկայում, բոլոր կաբինետները մտնել, վստահ եմ, որ գրեթե բոլոր կաբինետներում նույն պատկերներ լինելու, ուղղակի հասկանում ենք, որ սա բուժհիմնարկ է եւ չի կարելի խաթարել պացիենտների այդ հոսքը, բուժօգնությունը եւ այլն, դրա համար երկար չենք ուզում մնանք, էլի։ Այս այցերը լինելու են շարունակական, այս այցերը միայն Երևանով չեն սահմանափակվելու եւ մենք ամբողջ Հայաստանով անցնելու ենք, հասկանանք ինչ իրավիճակ է։ Միայն այն փաստը, որ 3 ամիս արդեն իսկ անցել է, բայց փաստացի դեռևս քննարկվում է այս համակարգը ոնց է գործելու, ինչով է գործելու, ով ինչքան է վարձատրվելու, մեկ անգամ եւս փաստում է այն մեր թեզը, որ մեր երկիրը դեռևս պատրաստ չէր եւ անհրաժեշտ աշխատանքներ չէին տարվել մինչեւ համակարգի ներդրումը։ Ինչ վերաբերվում է բուժաշխատողների աշխատավարձերին, ապա ասեմ, որ մեր այս հանրային ճնշման, ձեր լուսաբանման, մեր գրառումների արդյունքում ինչ որ չափով ինչ որ բան փոփոխության ենթարկվել է, այսինքն մենք որ սկսեցինք փետրվարի 16-ին մեր քննարկումները այդ ժամանակ դեռևս հիվանդանոցային բժիշկների վարձատրությունը այլ տոկոս էր, ինչից հետո բարձրացրեցին տոկոսը։ Մենք որ ազգային ժողով գնացինք քննարկման, այդ ժամանակ դեռևս ֆիզիատրների կաբինետները պետք է փակվեին, այսօր արդեն իմանում ենք, որ քննարկում են նաև այլ տարբերակներ։ Ուստի ես ասում եմ, որ բուժաշխատողները պետք է բարձրաձայնեն այս խնդիրները, պետք է չվախենան, որովհետև բոլոր բուժաշխատողների համար ես մեկ անգամ եւս ընդգծեմ, որ արկա է իրավական օգնություն բժշկի ձայն նախաձեռնության կողմից, մենք պատրաստ ենք բոլորի իրավունքները պաշտպանենք, ով որ դրա կարիքը ունի, այսինքն այլևս հնարավոր չի լինելու ասել դիմումդ գրի գնա ու բժիշկը սուսուփուց դիմումը գրի գնա, կարող է դիմել մեզ եւ մենք անհրաժեշտ օգնությունը նրան կտրամադրենք։ Եվ մենք ուզում ենք անպայման ընդգծել, որ բուժաշխատողների ձայնն է կարևոր, իրենք պետք է խոսան, իրենք պետք է չվախենան եւ պետք է բարձրաձայնեն խնդիրները, որպիսի մեր երկրում առողջության ապահովագրության համակարգը գործի արդյունավետ եւ հարատև, որտեղ դա մեզ բոլորիս անհրաժեշտ է։